Շիրակի մարզում, ինչպես նաև մեր քաղաքում օրըստօրե ավելացող մեքենաների թվականակին զուգահեռ անցած տարվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կողմից ստացված տվյալների համաձայն ավելացել է նաև տրանսպորտային պատահարների թիվը։ Միայն անցնող տարվա ընթացքում մեր մարզի ողջ վարչատարածքային սահմանում տեղի ունեցել մոտ 140 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 24-ը մահվան ելքով, իսկ 208 քաղաքացիներ պատահարների արդյունքում ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանության սպա Մուրադ Ավետիսյանը պատահարների թվի ավելացումը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներին հանդիսանում վարորդների կողմից սահմանված արագության գերազանցման այդ ռեժիմի խախտումը, վազանցի կանոնների խախտումը վարորդների կողմից, շարքերի վերադասավորման կանոնների, կանգառի, կայանման, ընդհանրապես վարորդները մեկը մյուսի նկատմամբ ոչ փոխադարձ փոխզիջման այդ հարաբերությունների բացակայությունը, ոչ ներողամտության, խաչմերուկի անցման կանոնների խախտման, ոչ ստապ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու եւ այլ նման կարգի խախտումներ, որոնք նպաստում են ճանապարհատրանսպորտային պատահարների ծնմանը։ Պատահարների թվականակի նվազեցման նպատակով ճանապարհային ոստիկանության կողմից պատասխանատուի հավաստմամբ տարվա ընթացքում կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպվել են։ Մեր հրամանատարությունների կողմից կազմակերպվել են ուժեղացված ծառայություններ բարեկային մեր երթուղիներում, որպեսզի նախականխենք նմանատիպ ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչպես նաև վտարածին ճանապարհահատվածներում կազմակերպվել է նաև ուժեղացված ծառայություն կոവിഡ് խախտումներ հայտնաբերելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի նպաստող պայմանները վերացնելու համար։ Մեր քաղաքի փողոցային ցանցում երթևեկության առումով առավել ծանրաբեռնված են համարվում Հաղթանակի պողոտան, Խաղաղության օղակն ու Սայաթ-Նովա փողոցը։ Այդ հանգամանքը հաշվի առնելով ճանապարհային ոստիկանության պարետային ավտոմեքենաները առավել հաճախակի են գտնվում այս տարածքներում։ Մարզկենտրոն Գյումրի քաղաքում ինտենսիվությունը ավելի բարձր է եւ այս տեղամասերում ճանապարհատրանսպորտային պատահարները ավելի համեմատաբար հաճախակի են լինում կանց երկրորդական կարգի փողոցներում, քանի որ այստեղ ինտենսիվությունը ավելի բարձր է եւ դրա համար տրանսպորտային միջոցի վարորդներին եւ մեր ազգաբնակչությանը եւ կոչ եմ անում, որպեսզի ավելի արթուն լինեն երթևեկության ընթացքում, ուշադիր լինեն, զգոն լինեն, չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, որի հետևանքով առաջանում են ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք սրտի եւ զոհեր, ինչպես նաեւ վիրավորներ։ Այդուհանդերձ ճանապարհային ոստիկանները հետիոտներին, ինչպես նաև վարորդներին խորհուրդ են տալիս առավել ուշադիր անցնել փողոցը, հետևել երթևեկության կանոններին, կապել ամրագոտիներն ու փողոցի բանուկ հատվածներում երբեք չգերազանցել սահմանված արագությունը։ Ավելացնենք նաև, որ շատ շուտով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայությունը նախատեսում է հանրապետության ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով, ինչը հնարավորություն կտա ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տեսադաշտում հայտնված տրանսպորտային միջոցների հոսքում հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։ Անահիտ Նադարյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուզ։